Ֆիրդուսի Շահնամե Նախերգանք Աշխարհի ստեղծման մասին Եվ քանի որ դու կանխապես ուսուցանել ցանկացար ուստի լսիր այս զրույցը իմ պատմության համաձայն Ամենազոր Աստված առաջ ի հայտ բերեց ուր գաղտնի որ մեկընդմիշտ կեցություն ու լինելություն հաստատի նա արարեց հիմնականը քանզի պարզ էր հեշտագյուտ որ առանց մեծ դժվարության երկնեց նա 4 տարրանյութ նախ նա բերեց հուր կրակը որ ցայտում է շող ու լույս ապա օդը հողն ու ջուրը որպես գոյի կենսահույս առաջնահերթ իր պտույտում Աստված երկնեց սոս կրակ այնուհետև ի հայտ բերեց անծայրածիր մայր ցամաք իսկ քիչ հետո երբ խաղաղվեց Աստված երկնեց և քամի աշխարհաստեղծ ջուր երկնեց նա էականը 4 տարի ամեն մեկը իրենց հերթին գործակցելով անդադար գոյության հիմք հաստատեցին մայր ցամաքում դարեդար հրաբորբոք քամին սուլեց ջուրը հողին շաղախվեց այդպես ծնվեց աշխարհն արար 4 տարերից գոյաստեղծ ապա նրանց պտույտներից առաջացավ միացում սկիզբ առավ մեծ հրաշքը ու Տերն ապրեց հիացում ու նորաստեղծ երկրի վրա հանկարծ փայլեց երկնաջահ կրակ հողից օդ ու ջրից առաջացավ 4 օջախ հողաշխարհին նա պարգևեց ազատություն լիիրավ և ամեն ինչ բնականոն զարգացման մի ձև գտավ ապա ծագեց համաշխարհի պտույտները մշտատև երկրի վրա ծնունդ առան ծովեր գետեր ու դաշտեր մայր ցամաքը իրոք դառավ հսկայական լուսաշխարհ քանզի ուներ գոյահրաշք ու բյուրավոր լեռ անտառ այնուհետև ծիլ տվեցին խոտ ու ծաղիկ ու ցողուն որոնք ելան մթնաշխարից փարթամացան մայր հողում ու երկնքում փայլատակեց ցոլք բազում աստղերի հուր աչքերով վար նայեցին որ գիշերը լույս լինի կրակը երբ վեր խոյացավ ջուրը հորդեց հողի մեջ արեգակը պտույտ գործեց երկրի վրա անընդմեջ ամենուրեք երևացին կանաչ ծառեր ծաղիկներ որոնք ծաղկում աճում էին ու բարձրանում գետնից վեր թեև նրանց վիճակված էր ծլել աճել ու ծաղկել բայց ցամաքում չէին կարող գետնից պոկվել ու քայլել մայր ցամաքում երբ տարածվեց մի բուսաշխարհ հարաճուն անմիջապես ի հայտ եկան վայրի գազան ու թռչուն բայց գազանը կատարյալ չէր ուներ շարժման հատկություն նա սնունդ էր լոկ հայթայթում ու վայելում հանգիստ քուն Աստված նրան չէր պարգևել մտքի թռիչք ի վերուստ չէր տվել և բարբառելու կարողություն ի ներքուստ
այդ պատճառով չէր հասկանում չարն ու բարին աշխարհի, կամ թե ինչ էր էությունը, թե ծննդի ու մահի։ Ամենագետ Աստված անշուշտ ճշմարիտ էր ու զորեղ, որ արարեց աշխարհն համայն իր էությամբ հանճարեղ, բայց չէր ծնել դեռ միակ մտքի ուժով իր հզոր, որ թափանցեր տեսանելի էության մեջ առ այսօր։